Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ազգային ժողովի որոշման նախագծի առաջին մասում ընդգրկված են այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց գլխադասային հանձնաժողովները դրական եզրակացություն են տվել օրակարգ ընդգրկելու համար։ Դրանք երկուսն են։ Նախագծի երկրորդ բաժնում ընդգրկված է ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված մահացական զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունը ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ազգային ժողովի եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։ Ազգային ժողովի որոշման նախագիծը, որի վերաբերյալ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել։ Այս նախագծի նստաշրջանի օրակարգ ընդգրկելու մասին հարցը կքվեարկենք առանձին։ Երրորդ մասում ներառված են պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող 3 հարց և 4 միջազգային պայմանագիր, որոնք ընդգրկում են 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգ առանց քվեարկության։ Հանձնաժողովները հետաձգումների վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացրել։ Հարգելի գործընկերներ, այսպիսով առաջարկում եմ քվեարկության դնել երկրորդ բաժնում ընդգրկված հարցը և 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ազգային ժողովի որոշման նախագծի առաջին մասը։ Շնորհակալություն, պարոն Սահակյան, հարգելի պատգամավորներ, ձեզ ներկայացվեց ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հարցեր տալու համար հերթագրվել, հերթագրում։ Պարոն Ուրիխանյան, համեցեք։ Շնորհակալություն։ Հարգելի պարոն Սահակյան, ինչ դիրքորոշում ունի, եթե տեղյակ եք քաղաքական մեծամասնությունը զոհված եւ մահացած զինծառայողների քրեական գործերի քննությունը իրականացնելու նպատակով նախաձեռնվող հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ քվեարկության շուրջ։ Եվ հարցը տալիս եմ բնականաբար ապավինելով, որ կստեղծվի հնարավորություն լիագումար նիստում քննարկելու այդ հարցը։ Շնորհակալ եմ։ Ես կարծում եմ ոչ միայն ես, այլև մեր ամբողջ հանրությունը այդ խնդրի համար իր վճռական դերն ունի, առավել եւս ձեր հարցադրությունը ավելացնեմ նրանով, որ ես այդ գործը անձամբ քննարկել եմ տարբեր մասնագետների հետ։ Այս պահին կարծում եմ հանձնաժողովի քննարկման ժամանակ որոշակիորեն բացթողումներ կան կամ ոչ լրիվ ճշմարտացի մոտեցումներ կան ամբողջական նախագծում։ Այդ առումով կարծում եմ յուրաքանչյուրս մեր քվեարկությամբ կփորձենք նաև ձեր ասած հարցը լուծել կամ չլուծել, առավել եւս ես գտնում եմ, որ ազգային ժողովը այն հաստատությունը չէ, որտեղ պիտի կարողանաս այն խնդիրները, որոնք որ կախված չեն սահմանադրորեն ազգային ժողովից, նա այդ խնդիրներին պիտի լուծում տա։ Ես բոլոր գրությունները վերցրել եմ, բոլոր մարդկանց հետ հանդիպել եմ։ Մարդիկ ասում են, որ սա այսպես է, այսինքն ազգային ժողովը այդտեղ որևէ խնդիր չունի անելու։ Շնորհակալություն, պարոն Սահակյան, հաջորդ հարցի համար Վահե Էնֆիաջյան։ Պարոն Էնֆիաջյան, անում եք։ Տիկին Փոստանջյան, համեցեք։
Պարոն Սահակյան, նախ դուք այդ հարցումները, որ կատարել եք, կապված մահացած, սպանված զինծառայողների հետ, խաղաղ պայմանների մասին է խոսքը, այլ ոչ թե պատերազմական գործողությունների եւ թշնամու կողմից կատարված հարձակումների մասին է խոսքը, այդ գործերի վերաբերյալ ձեր կատարած հարցումները չեն բավարարել սպանված, մահացած զինծառայողների ծնողներին, հարազատներին եւ հետեւաբար նրանք պնդում են, որպեսզի այդ հանձնաժողովը ժամանակավոր գործի եւ կատարի որոշ գործառույթներ, որով եզրակացություն ներկայացնի ազգային ժողովին, բաց թողումների եւ խնդիրների վերաբերյալ։ Հետեւաբար այս հանձնաժողովի գործառույթները անհրաժեշտ են եւ ես կցանկանայի, որպեսզի դուք հորդորեիք ձեր գործընկերներին, որպեսզի նրանք կողմ քվեարկեին եւ ստեղծվեր այդ հանձնաժողովը, գոնե այս գումարման ազգային ժողովը որևիցե կերպ անդրադարձ կկատարեր մեր երեխաների փաստորեն սպանությունների վերաբերյալ եւ այդ իսկ իր գործառույթներով կօգներ, կոժանդակեր, որպեսզի հարցը ստանար լուծում։ Մինչդեռ դուք փաստորեն խուսափում եք։ Ես նորից եմ կրկնում, հորդորեք ձեր գործընկերներին եւ դուք նույնպես մասնակիցը դարձեք եւ ստեղծեք այդ հանձնաժողովը։ Ես կարծում եմ քվեարկությամբ յուրաքանչյուրս մեր դիրքորոշումը կարտահայտենք։